8 տարի շարունակաբար իրենք փորձել են այս կամ այն ճանապարհով հալածանքի ենթարկել վեհապար հայրապետին, ամբողջ հայ եկեղեցին, անշուշտ թիրախավորելով վեհապարին, թիրախավորել են ամբողջ եկեղեցին։ Հիմա եկել հանգել են բարենորոգման կետին, մոռանալով իրենց բարենորոգելու մասին, որի ճանապարհ էլ չունեն, նույնիսկ բարենորոգվելու ճանապարհ էլ չունեն։ Իսկ եկեղեցին իր բնական ընթացքով շարունակելու է կյանքը, լինելով այն վերջին, ինչպես միշտ ասել եմ, խրամատը մեր այս փլված կյանքի մեջ, որը նաև պատճառը լինելու մեր վերհառնման։ Իրենք թող փորձեն ինչպես ուզում են, եւ դա իմիջիալոց ներողություն խնդրում։ Շատ հակասահմանադրականը, ուղիղ հակասահմանադրական, այս սա է ահաբեկչությունը։ Եվ ես ինչ եմ ասել դատարանում նաև, որ մենք ոչ թե ահաբեկիչներ ենք, այլ հակաահաբեկիչներ ենք։ Մենք դուրս ենք եկել ահաբեկություն իրականացնողների դեմ։ Իրենք են ահաբեկիչներ, որոնք ահաբեկել են ամբողջական իմաստով մեր ազգը, մեր երկիրը, մեր սուրբ եկեղեցին եւ բոլոր մարդկանց, պարզ քաղաքացիներին են ահաբեկում այսօր, պարզ քաղաքացիներին։ Եվ բնականաբար ես միայն ասում, թող փորձեն, ուրիշ ոչինչ։ Ես մի հավելում անեմ այս բարենորոգիչների վերջին իրավական ապդեյթներից, թե երեք բավականաչափ տարածվել է, բայց նաև այս առիթն էլ օգտագործելով նշենք դրանցից Ստեփան Ասատրյան, նախ ինքը Անա, երեք տեղեկություն ստացվեց փաստաբաններից, որ փաստորեն քրեական վարույթով զրպարտել է անձի, հայտնելով որ Արամայիսն էր եղել, հա, մյուս բարենորոգիչը, հայտարարել էր, որ իբրև իր աշխատավարձը յուրացրել են, գողացել են, հետո երբ որ արդեն թղթաբանությամբ հաստատվել որ այդպես չի, ինքը ամբողջությամբ ստացել է, դասել է դեպ այտենց լավ չեմ հիշել, մոռացել եմ, խառնվել եմ, բայց այդ իր զրպարտության պատճառով անձը երկար ժամանակ ենթարկվել է հետապնդումների, անձնական խնդիրների, առողջական խնդիրների եւ այլն։ Այսինքն այս մարդկանցով են ուզում իրենք այդ բարեփոխումն անեն, այս մարդկային արժեքների։ Իրավապահներին հաղորդում են ներկայացնել կոնկրետ հոգևորականին դեմ հաղորդում աշխատավարձ։ Ներկայացրել է, որ իր այդ թեմի հաշվապահը բան արել, հայո, եւ այդ արդարացման ենթադրում դատարան էլ չի ասել գործը նախաքննությունով սպառվել, այդ դետալները ինչ են դիրապետում, բայց գործընկերներն մատնանշել են փաստը, որ ինքը հետագայում եկել է եւ այդպես մեծ խոսածածը հերքել է չհիշելու, խառնած լինելու ինչ-որ պատճառաբանություններով, ինչ եմ ես մատնանշում, այս կարգի մարդկային որակների անձինք են, որ այսօր որոշել են, որ պետք է զբաղվեն եկեղեցու շագերտավոր բարենորոգմամբ։